Ողջույն։ Երբևէ մտածել եք, մի այսպիսի տարօրինակ բան, ինչ կլիներ, եթե երկրի վրայի բոլոր մարդիկ, ասենք 7 միլիարդից ավելին, հենց միևնույն վայրկյանին թռիչք կատարեին ու հետո իջնեին։ Հետաքրքիր հարցադրում է։ Հա, կարող էր դա օրինակ մեր մոլորակը տեղից շարժել, թե ընդհանրապես բան չեր սկա։ Եկեք փորձենք սա մի քիչ ավելի խորը քննարկենք։ Լավ, փորձենք։ Սկզբի համար, որ պատկերացնենք մասշտաբը։ Եթե բոլորս ամբողջ մարդկությունը իրար կորք կանգնեինք, ուսի, մոտավորապես կտեղավորվեինք մի քաղաքի տարածքում։ Օրինակ Լոս Անջելեսի։ Հա, պատկերացրի։ Մի հսկայական, ուղղակի անծայրազիր թվացող ամբողջ մեկ տեղում։ Ճիշտ այդպես։ Դե պատկերացրեք, այս ամբողջ զանգվածը միաժամանակ թռնում է։ Ասենք, շատ չէ, ընդամենը մի 30 սանտիմետր բարձր։ Ինչ կզգա երկիրը։ Դե, ֆիզիկան ասում է, զարմանալիորեն գրեթե ոչինչ։ Մեր մոլորակը մեզանից կհեռանար մի այնքան փոքր չափով, որ դժվար է պատկերացնել։ Ոնց որ վերցնես ջրածնի 1 ատոմի լայնությունը ու բաժանես 100-ի։ Այսինքն դա ոչինչ է, ընդհանրապես։ Բայց սպասի, երկրի դիրքը տիեզերքում, այսինքն միլիարդավոր մարդիկ օդ են բարձրանում, չէ՞։ Գոնե մի պահ։ Դե հա, մի շատ կարճ պահով մի միկրոսկոպիկ տեղաշարժ կլինի, բայց կարևորը հետևյալն է, թռիչքից անմիջապես հետո բոլորս իջնում ենք, չէ՞։ Հա, իհարկե։ Ուրեմն մենք վերադառնում ենք մեր սկզբնական դիրքին, երկիրն էլ իր։ Պետք է հասկանանք մեր զանգվածի հարաբերակցությունը երկրի հետ։ Մեր բոլորիս քաշը միասին վերցրած, թեև մեզ համար ահռելի է, երկրի զանգվածի համեմատ ուղղակի փոշու հատիկը։ Իսկ երկրի զանգվածը որքանն էր։ Մոտ 6.6 սեքստիլիոն տոննա։ Դա 6.6 թիվն է, որին հետևում է 20 հատ 0։ Ուղղակի աներևակայելի թիվը։ Լավ, հասկացա։ Դիրքը չի փոխվում, բայց վայրեջքի պահը այդքան մարդ միաժամանակ խփում է գետնին։ Գոնե մի թեթև ցնցում, մի փոքր երկրաշարժի նման բան չպետք է լինի։ Ինչ որ բան պետք է զգացվի, չէ՞։ Դե ինտուիտիվ թվում է, թե պետք է, բայց ֆիզիկան էլի այլ բան է ասում։ Փորձ է արվել, իհարկե, ոչ 7 միլիարդ մարդով, բայց 50,000 մարդ միասին թռել են։ Օհո։ Հա, ու զգայուն սարքերը, սեյսմոգրաֆները, որոնք մոտ 1.5 կիլոմետր հեռու են եղել, գրանցել են ընդամենը լսի 0.6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում։ 0.6, դա շատ քիչ է, չէ՞։ Չափազանց քիչ։ Սովորաբար մարդիկ դա չեն էլ զգում։ Հաշվարկներն էլ ցույց են տալիս, որ իրական զգալի երկրաշարժ առաջացնելու համար, այնպիսին, որ ասենք շենքեր վնասի, մեզ պետք կլիներ մոտ 7 միլիոն անգամ ավելի շատ մարդ, քան հիմա ապրում է երկրի վրա։ 7 միլիոն անգամ, այսինքն ֆիզիկապես մեր կոլեկտիվ ուժը մոլորակի մասշտաբով ուղղակի չնչին է։ Հա, ֆիզիկական տեղաշարժի կամ ցնցման առումով, այո, գրեթե աննշան է։ Բայց սա նշանակում է, որ մեր գործողություններն ընդհանրապես ոչ մի ֆիզիկական ազդեցություն չունեն երկրի վրա, նույնիսկ ամենափոքր մակարդակում։ Ահա, այստեղ արդեն հետաքրքիր է դառնում, չէ, այդպես չի կարելի ասել։ Պետք է հիշենք Նյուտոնի 3-րդ օրենքը։ Հիշում եք ազդումն ու հակազդումը։ Հա, հավասար է։ Ճիշտ է։ Երբ դուք ուղղակի կանգնած եք, երկիրը ձեզ ներքև է ձգում ձեր քաշին համապատասխան ուժով, բայց դուք էլ միևնույն պահին երկրին ձգում եք դեպի վեր, ճիշտ նույն ուժով։ Լուրջ, ես էլ եմ երկրին ձգում։ Այո, բոլորս ենք ձգում։ Եթե օրինակ մի 3 մետր բարձրությունից ցատկեք, երկիրը ձեզ 3 մետր ներքև կքաշի, բայց ձեր այդ ընկնելու ընթացքում դուք էլ երկրին եք ձգում դեպի ձեզ։ Իսկ որքան։ Դե մի աներևակայելի ուղղակի անհավատալի փոքր չափով, մոտավորապես պրոտոնի լայնության 1 միլիարդերորդականի չափով։ Դա արդեն չափել հնարավոր չէ երևի։ Մեր մոլորակի հետ։ Այսպիսով, կարծես թե եզրակացությունը պարզ է։ Եթե երբևէ ձեզ հուզել է այս ինչ կլիներ, եթե հարցը, ապա ֆիզիկան հստակ ասում է 7 միլիարդ մարդու թռիչքը երկրի համար կլիներ, դե ոչինչ։ Գրեթե ոչինչ, այո։ Մեր ֆիզիկական զանգվածը, մեր կոլեկտիվ հարվածը պարզապես բավարար չեն մոլորակային մասշտաբով ինչ որ նշանակալի բան փոխելու համար։ Ճիշտ է։ Բայց այս մտային փորձը կարծում եմ լավ հիշեցում է, թեև մեր ֆիզիկական ազդեցությունը մեկ կոնկրետ համաժամանակյա գործողությամբ կարող է աննշան թվալ, մենք մշտապես ամեն վայրկյան փոխազդում ենք մեր մոլորակի հետ։ Հա, ամեն քայլ, ամեն շարժում ինչ որ արձագանք ունի, թեկուզ շատ փոքր։ Հենց այդպես, միշտ կա այդ փոխազդեցությունը։ Եվ վերջում,
Դե մի հարց մեր ունկնդիրներին ձեզ մտորելու համար։ Եթե միլիարդավոր մարդկանց միաժամանակյա ֆիզիկական գործողությունը չի կարող էականորեն փոխել մեր մոլորակի վիճակը, ապա ինչ այլ տեսակի կոլեկտիվ գործողություններ, գուցե ոչ ֆիզիկական, կամ ինչ գաղափարներ, ինչ մտքեր կարող են իրական, տեսանելի ու որ ամենակարևորն է, տևական փոփոխություններ բերել մեր ընդհանուր տան, երկրի համար։ Մտածեք դրա մասին։